Տիր մեդիան ներկայացնում է։ Արթուր Նժդե, մարզիչ, որը ստեղծել է իր սեփական ուժի դպրոցը իր ձեռքերով։ Այս դպրոցը այսօր հայտնի որպես CFH Արթուր Նժդե, CrossFit Հայաստան, բրենդ, որը պաշտոնապես գրանցված է Հայաստանում։ Նրա գործունեությունը սկսվեց Լազարևսկում, ոչ թե պրոֆեսիոնալ մարզադահլիճում, այլ իր սեփական տանը, հենց Բաքում։ Փոքրիկ տարածք, պարզ պայմաններ, բայց մեծ նպատակներ։ Այստեղ նա մարզում էր մարզիկների, այստեղ էին ծնվում ապագա չեմպիոնները։ Այդ Բաքում կոփվեց բնավորություն, ձևավորվեց կամք եւ ծնվեցին համաշխարհային մակարդակի մարտիկներ։ Այստեղից են անցել Արման Ախալքալակցի Ծառուկյանը, Ժորա Այվազյանը, Ալեքսանդր Պերեսվեց Շաբլին, Սաֆյուլահ Աբդրաշիտովը, Արսեն Խանջյանը եւ տասնյակ այլ սպորտային լեգենդներ։ Սովորական տան Բաքում մարզվել են նաեւ Վարդան Բոյեց Ասատրյանը, Դավիթ Իմպերատոր Խաչատրյանը, Միհրան Ենոքյանը, Դավիթ Անդրեասյանը, Նարեկ Պապիկ Ավակյանը, Վալոդիա Խիշնիկ Այվազյանը։ Այսօր հռչակավոր համաշխարհային սպորտի ներկայացուցիչները շարունակում են անցնել ուժային պատրաստություն Արթուր Նժդեի մոտ, վստահելով նրա փորձին ու մեթոդաբանությանը։ Եվ այս ամենը մի Բաքում, որտեղ ամենակարևորը ոչ թե սարքավորումներ, այլ ոգին, կարգապահությունը եւ հաղթելու ցանկությունը։ Արթուրն արդեն 5 տարի է ինչ ապրում եւ աշխատում է Հայաստանում։ 5 տարի առանց սեփական մարզասրահի, առանց բազայի, առանց պայմանների։ Բայց անգամ առանց այդ ամենի նա շարունակում է աշխատել այնտեղ, որտեղ կա տարածք, որտեղ կան մարդիկ։ Մարզում է բոլորին հայտնի վայրում, Չռիկ կոչվող տարածքում, Հրազդան գետի աջ ափին։ Այժմ Արթուրի մոտ է մարզվում Արման Ավանեսյանը, մարտական սամբո, որը 2025-ի ապրիլին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած European Sambo Championships մարտական սամբո 98 կիլոգրամում նվաճեց ոսկե մեդալը, եզրափակչում հաղթելով մրցակցին 9-1 հաշվով։ Այս նվաճումով նա կրկին դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Սա նրա երկրորդ եվրոպական չեմպիոնությունն է։ Սպորտով զբաղվում եմ 8 տարեկանից, արդեն 17 տարվա կարգի զբաղվում եմ սպորտով, զբաղվում էի ձյուդոյով, իսկ 20 թվականից հետո որոշեցի նաև հանդես գալ մարտական սամբոյով։ Դարձել եմ Եվրոպայի կրկնակի հաղթող, համաշխարհային խաղերի հաղթող, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր։ 24 թվականի հոկտեմբերից զբաղվում եմ Արթուրի մոտ, զգում էի ֆիզիկական պատրաստության որոշ թերություններ եւ դրանք լրացնելու համար որոշեցի զբաղվել Արթուրի մոտ։ Արթուրը կարողանում է սպորտսմենի մեջ նկատել թույլ կողմերը եւ ճիշտ աշխատանքի շնորհիվ լրացնել դրանք։ Արթուրի հետ միասին պատրաստվել է 25 թվականին Կիպրոսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որտեղ ես գրավել եմ առաջի տեղը։ Դրանից հետո օգոստոսին մասնակցել եմ Չինաստանում կայանալիք համաշխարհային խաղերին։ Նույնպես համաշխարհային խաղերին պատրաստվել եմ Արթուրի հետ միասին։ Արթուրը գտնվում է Ռուսաստանի Դաշնություն Լազարևսկում եւ ես որոշեցի իր մոտ անցնել ուսումնամարզական հավաք եւ 10 օրվա կարգի միասին այնտեղ պատրաստվել ենք համաշխարհային խաղերին եւ նույնպես համաշխարհային խաղերում դարձել եմ հաղթող։ Այժմ Արթուրի մոտ է մարզվում նաև հունահռոմեական ըմբռշամարտիկ Արամ Սարգսյանը, որը դարձել է Եվրոպայի չեմպիոն U15 հունահռոմեական ըմբռշամարտում 68 կիլոգրամ քաշային կարգում։ Սոնց կայքերով հայրիկս նկատեց, որ Արթուր Նժդեն անցկացնում է ֆիզպодготовки մարզումներ եւ ինձ բերեց անկեր Արթուրի մոտ, որպես ես անցկացնեմ պատրաստականությունը։ Առաջի պարապմունքից հետո ես հասկացա, որ լիքը տեղեր դեռ թույլ եմ, լիքը պակասություններ ունեմ եւ անկեր Արթուրի շնորհիվ այդ տեղերն ես թույլ տեղերս ավելացրեցի եւ սարքեցի ուժեղ։ Անկեր Արթուրի հետ ես պատրաստվում եմ Հայաստանի առաջնությանը, որը կանցկացվի 3 ամիս հետո եւ այնտեղ կընտրվի ով կգնա Եվրոպա եւ աշխարհի առաջնություն։ Այսօրվա դրությամբ անցկացնում ենք մեծ պատրաստականություն, որը ապագայում ինձ դեռ շատ պետք է։ Հավաքներս անցկացրել եմ Լազարևսկում, որտեղ պատրաստվել ենք հենց Արթուր Նժդեի հետ։ Պատրաստվելու ընթացքում ինքնից մեկ քանի անգամ հուշում էր, որ ես առանց խնդիր դառնալու եմ ոսկե մեդալակիր Եվրոպայի առաջնությունում եւ թենցել եղավ
Այստեղ նա հավաքում է մարզիկների, ստեղծում ուժի մթնոլորտ եւ կառուցում այն, ինչը շուտով կդառնա Հայաստանի նոր ուժային դպրոցի հիմքը, եւ Երևանի կենտրոնում կունենանք մարզասրահ CrossFit Հայաստան։ Նրա ղեկավարությամբ մարզվել են ավելի քան 150 բարձրակարգ մարզիկներ՝ MMA-ի, սամբոյի, բռնցքամարտի, ըմբռշամարտի, կյոկուշինի, բասկամարտի, կամեկի եւ պաուերլիֆթինգի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ։ Եվ նրանք բոլորը գիտեն մեկ ճշմարտություն. որտեղ էլ որ լինեն մարզումները, Արթուր Նժդեհի Լազարևսկում տան բակում, թե Չռիկի ափին, Արթուր Նժդեհի հետ միշտ աճում է միայն մեկ բան՝ ուժը։